Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է հրապարակախոս Գագիկ Քամալյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, անդրադառնանք Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, քանի որ 2026-ից առաջ կարելի ասել չհայտարարված քարոզարշավ է արդեն քաղաքական դաշտում, Մայրաթորի շուրջ են նաև որոշակի իրադարձություններ տեղի ունենում, որոնք են ձեր դիտարկումները ինչքանով ընդդիմադիր այսպես կոչված քաղաքական ուժերը Մայրաթորի շուրջ զարգացումները կարող են օգտագործել եւ դա ինչքանով աշխատող տարբերակ կարող է լինել։ Մայրաթորի հետ կապված իրադարձությունները պետք է բաժանենք երկու հատվածի, մեկը մերօրյա ժամանակահատված, այդ զարգացումները, որ հիմա տեղի են ունենում, եւ առաջին դրվագով պատմական համատեքստում պետք է տեսնել, որովհետեւ սա միայն կապված չէ Փաշինյան եւ ամենայն հայոց կաթողիկոս այդ լարվածությունը քաղաքական։ Սա պատմական ենթատեքստ ունի, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ մեր եկեղեցին, մեր ժողովրդի պատմության անբաժանելի մասն է, այսինքն մեր ժողովրդի պատմության, քաղաքական պատմության անբաժանելի մասն է։ Այսինքն այնպիսի պատմություն, ինչ ունեցել է մեր ժողովուրդը, այդպիսի պատմություն նաև ունի եկեղեցին, որովհետև այն քաղաքական իրողությունները, որի միջով անցել է հայ ժողովուրդը, դարերով չունենալով պետականություն, այդ պետականություն չունենալու սինդրոմները այսօր եւս պահպանում է թե հասարակության ներսում, թե նաև եկեղեցու ներսում։ Գումարած դրան նաև խորհրդային ազդեցությունը, որը 60-70-ականների շատ ավելի սուրբ կերպով դեռևս եկեղեցու մոտ պահպանվում է։ Այսօր եկեղեցին կարելի ասել գաղափարական առումով չի հարմարվում հայ ժողովրդի այն իրողության հետ, որ հայ ժողովուրդը արդեն ունի պետականություն։ Դեռևս շարունակում է իրականությանը նայել օտար կայսրությունների աչքերով, հա։ Եվ եթե մենք նայենք, թե մեր պետությունը ինչի արդյունքում է առաջացել, երրորդ այս հանրապետությունը, դա գլոբալ պրոցեսի արդյունք էր, երբ ժողովրդավարական աշխարհը, ազատական աշխարհը հաղթեց կոմունիստական դիկտատուրային, որի արդյունքում ծնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը, գլոբալ առումով սա է։ Եվ մեր հանրապետության բովանդակությունը, ծնվելու բովանդակային իմաստը հենց ժողովրդավարությունն է։ Իզուր չէ, որ դա նաև ամրագրված է սահմանադրորեն, բայց այսօր բազմաթիվ եկեղեցականներ խոսում են, որ ժողովրդավարությունը դա մոլորություն է, ժողովրդավարությունը դա պետք չէ մեր հասարակությանը եւ այլն, սա գաղափարական հակադրություն է հենց պետության բովանդակությանը։ Եվ այստեղ խնդիրը Փաշինյանը չէ։ Փաշինյանի փոխարեն ես լինեմ իշխանության եւ փորձեմ կրկին ասել, որ մենք գնում ենք ժողովրդավարական ճանապարհով, ժողովրդավարությունը մեր տիպի ժողովուրդների համար հենց ինքնության ամենակարևոր բաղադրիչն է։ Հենց այդ բաղադրիչի դեմ է այսօր եկեղեցական, որոշ եկեղեցական, ես բոլորի մասին չեմ խոսում, բայց ցավոք սրտի մեծամասնություն են նրանք կազմում, նույնիսկ այն քահանան, որը հիմա ընդվզել է կաթողիկոսի դեմ, խոսում է իր քաղաքական պատկերացումներից, զգում ես, որ կրկին այդ դեսպոտական պատկերացումների հակում ունի, այսինքն Կադիրովի հանդեպ իր վերաբերմունքը, դրա մասին բարձրացնելը, սա գաղափարական ենթատեքստ ունի, հա։ Ինչ վերաբերվում է, թե ես ինչ կարծիք ունեմ, թե հետագայում ինչպես կզարգանա իրադարձությունները, ես գիտեք այդ հարցում չեմ կարող, դժվար է պատասխանել։ Այն, որ հիմա եկեղեցին որպես քաղաքական հակառակորդ է դիրքավորվել իշխանությանը, դա արդեն ակնհայտ է։ Դա տեղի չունեցել վերջի ամիսներին, դա արդեն 4-5 տարի այդպես է։ Սկսած այն օրվանից, երբ կաթողիկոսը պահանջեց վարչապետ Փաշինյանի հրաժարականը, եւ դրանից հետո տեղի ունեցան համապետական ընտրություններ եւ Փաշինյանը հաղթանակ տարավ ժողովրդավարության, այստեղից արդեն պարզ դարձավ, որ կաթողիկոսի հեղինակության հարցը ինչքան էլ անտեսենք, ինչքան էլ չխոսենք, արդեն խոսվում է, որ այս մարդու հանդեպ կա ոչ միայն
քաղաքական անվստահություն, նաև բարոյահոգեբանական տեսանկյունից ժողովրդի մեջ միանշանակ չէ այս մարդու կերպարը։ Եվ դա նաև շատ հմտորեն քաղաքական ուժերն են օգտագործում։ Իզուր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր, որ ինչ որ եկեղեցականի, հեղինակավոր եկեղեցականի միջոցով եւ դրան հաջորդում է այդ սրբազան շարժումը եւ այլն։ Եկեղեցի եւ իշխանություն պայքարը դա ունի եւ գաղափարական պետության եւ նաեւ այս ներքաղաքական իմաստ ես չգիտեմ ինձ այդպես չեմ կարող խորքային ես եկեղեցական կյանքի մասին գիտելիքներս սակավ են, բայց քաղաքական տեսանկյունից բնականաբար այստեղ ես պետության կողմն եմ, իրավունք չունի պետության ինքնիշխանության, սուվերենության դեմ եկեղեցին պայքար մղի։ Տպավորություն կա, որ այդպիսի պայքար է ընթանում։ Տեսեք, դուք մեջ բերեցիք այդ ժողովրդավարության մասին հայտարարությունը, Աճապահյանն օրինակ իր հայտնի հարցազրույցում էր այդ մասին նշում, որ ժողովրդավարությունը լավ բան չէ, օրինակ երկրորդ քահանան, Տեր Ռուբեն, եթե չեմ սխալվում, խոսում էր այն մասին, որ բռնապետությունից հետո ամենավատ կառավարման ձևը ժողովրդավարության կառավարման մեթոդն է։ Խորքային իմաստով ի՞նչն է խանգարում այս մարդկանց, ինչու է ժողովրդավարությունը այս եկեղեցականների համար որպես ինչ որ մի շատ վատ բան դիտարկվում եւ պայքարը կարծես հենց այդ արժեքների դեմ է, որը 2018-ից հետո օրինակ այս իշխող քաղաքական ուժը հենց այդ կառավարման մեթոդով է կարծես առաջնորդվում։ Ինչը դուր չի գալիս եկեղեցուն։ Ես բազմաթիվ բանախոսներից լսել եմ, որոնք ավելի կոմպետենտ են այդ հարցում, ասում են, որ եկեղեցին ունի ռեֆորմների կարիք, հա։ Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ ռեֆորմներից մեկը դա այն է, որ եկեղեցին պետք է հարմարվի ժամանակակից իրողություններին, հա։ Բազմաթիվ այլ եկեղեցիներ, կաթոլիկ եկեղեցին եւ այլն սանցել են այս ճանապարհով։ Եվ նրանք այսօր կաթոլիկ եկեղեցի բազմաթիվ երկրներ, դրանք ժողովրդավար պետություններ են եւ կաթոլիկական եկեղեցին չի խանգարում եւ չի խոսում նրա մասին, որ այ տեսեք ինչ վատ բան է ժողովրդավարությունը։ Ընդհակառակը եկեղեցական կյանքն է սկսել ավելի թափանցիկ դառնալ, ավելի հաշվետու դառնալ։ Մեր եկեղեցին ավելի շատ իր բնույթով փակ համակարգ է, երևում է, որ այնտեղ կա միահեծան կառավարման ձև, հա, ես մի քաղաքական բառապաշարով եմ խոսում, միգուցե չի համապատասխանում իրենց բանին։ Դրա համար ավելի հոգևորականների շատերը ավելի հակված են հենց դրան, որովհետև իրենց գիտակցության ձևն է այդպիսին, իրենց մշակութային ընկալումն է այդպիսին, իրենց սոցիալ հոգեբանությունն է այդպիսին, որ նրանք սիրում են այդ միահեծան կառավարման ձևը։ Մեր ժողովրդի մեջ էլ բազմաթիվ մարդիկ կան, որոնք իրոք այդպիսի ընկալումներ ունեն, հա, ժողովրդավարությունը երբեմն զգացած կլինեք, քաղաքացիներ կան, որ համարում են, օրինակ ժողովրդավար ղեկավարին համարում են թույլ անձնավորություն, հա, այսինքն սա սոցիալ հոգեբանություն է, որը տարիներով է ձևավորված։ Ես գտնում եմ, որ այո, ես էլ եմ կարծում, որ այդ ռեֆորմները պետք է իրականացվեն նաև եկեղեցում։ Մի կողմից տեսեք համարում են թույլ ժողովրդավարությունը, մյուս կողմից էլ օրինակ ընդդիմությունը հիմա իշխանություններին մեղադրում է քաղաքական ռեպրեսիաների մեջ, այսօր խորհրդարանում օրինակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշում էր, որ մենք ավելի քան 40 քաղբանտարկյալ ունենք երկրում, այսօր Դավիթ Համբարձումյանն է, ում դեմ նաև մեղադրանք կար առաջադրված եւ դատապարտված է, հետ է վերադառնում, ասում է, որ իր դեմ այս մեղադրանքը առաջադրվեց եւ իրեն դատապարտեցին ազատազրկման, որովհետև ինքը իմպիչմենթի թեկնածուն էր։ Այնպես էս երկուս օրինակ համադրել իրար հետ, հիմա Փաստորեն Փաշինյանը ժողովրդավար է եւ թույլ է, թե բռնապետ է, ոնց հասկանանք։ Գիտեք, 7 տարի է Փաշինյանը արդեն իշխանություն է, 7 տարիների ընթացքում ինչեր ասես, որ տեղի չունեցան Հայաստանում։ Այո։ Շուրջօրյա հանրահավաքներ, բռնություններ, նույնիսկ Փաշինյանին կախելու բեմադրություն եղավ։ Այո։ Բայց ոչ մեկ չէր ձերբակալվում, հա։ Բայց հենց process-ը գնում է, օրինակ ես ինձ հարցում են ինչու Սերժ Սարգսյանը ընտրեց Դավիթ Համբարձումյան, Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, հա։
Ես սկզբից մտածում եմ, որ դա ինչ-որ ուղղակի անլուրջ process է, որտեղ Սերժ Սարգսյանը հերթական իր ինտրիգներն է փորձում իրականացնել։ Իրականում հիմա պարզ է, չէ՞, որ այս մարդու հանդեպ եղել է քրեական գործ, որ այս մարդը պետք է այո քրեական գործը մեկ ամիս առաջ չեն հարուցել, հա, սա երկարատև process-ի արդյունքում է, որ հիմա եկել է տեղի ունեցել արդեն վերջնական դատական ակտը, հա, եւ բնականաբար Սերժ Սարգսյանը գիտեր, որ այս մարդը դատապարտվելու է եւ հիմա ներկայացնում է, որ այ տեսեք ինքը վարչապետի տեխնացու է եւ հիմա Փաշինյանը նրան ձերբակալում է։ Գիտեք, ակնհայտ կերպով բաներ կա, որ դու չես կարող բառերով նկարագրել, բայց ակնհայտ է, չէ՞, որ բազմաթիվ մարդիկ կան, որոնք քաղաքական գործունեությունը թողնում է գործակալ, օտար երկա գործակալի տպավորություն, հա։ Ես չեմ խուսափում դա մասն ասել։ Մարդիկ կան, որ Ռուսաստանի պետական շահերը ավելի բարձր են գերադասում, քան հայկական պետության շահերը, հա։ Հիմա այս մարդիկ գալիս են եւ ակնհայտ կերպով դուրս են գալիս հայկական պետականության դեմ, հա։ Հիմա դու ունես բոլոր լծակները օրենքով այս մարդկանց գոնե պատժելու, հա։ Ես չգիտեմ օտարերկրյա ինստիտուտները, որոնք հետևում են Հայաստանի ժողովրդավարության process-ին, իրենք կարձանագրեն Հայաստանում կա ժողովրդավարություն, թե չէ, կա արդյոք քաղբանտարկյալներ, թե չէ, դա ինստիտուցիոնալ process է։ Նախ 2008 թվականի մարտի 1 իրադարձություններից հետո եվրոպական բազմաթիվ կառույցներ արձանագրել էին, որ Հայաստանում կան քաղաքական բռնաճնշումների ենթարկված մարդիկ։ Դե ոչ միայն ձերբակալվածների շրջանակում, այլ բռնություն է կիրառվել այդ մարդկանց նկատմամբ եւ վերջապես տեղի ունեցել մարդիկ մեկ գնդակահարվել են քաղաքացիներ եւ այն ժամանակ նաեւ պատահարված էր էլեկտորալ ժողովրդավարությունը, այսինքն ընտրական ինստիտուտը չէր գործում եւ այդ փողոցային պայքարը ուներ իմաստ, հա, եթե ես այստեղ չեմ կարողանում հիմա ընտրություններ չեն կերտում, առաջիկա ընտրություններ են, բոլոր հնարավորությունները բոլորն էլ ունեն գալ քաղաքակիրթ ճանապարհով, էվոլյուցիոն ճանապարհով գալ իշխանության։ Բայց օրինակ ինչու են փորձում օրինակ Սերժ Սարգսյանը ինչու է փորձում իմպիչմենթի տարբերակով անել, գուցե վստահ են, որ ընտրությունների արդյունքում իրենք չեն անցնի։ Սերժ Սարգսյանը ի սկզբանե գիտի, որ այս ինքն էլ իր թիմակիցներն գիտեն, որ այս իմպիչմենտը հաջողության չի հասնելու, սա քարոզչական բան է, առաջին մասով ասացի, որ այդ Դավիթ Համբարձումյանին քաղբանտարկյալի այսպես կոչում տալն է, երկրորդը ավելի շատ երևի ներընդդիմության ներսում ավելի շատ այդպիսի դիրքավորվելու process է, հա, մենք ավելի ռադիկալ ենք տրամադրված, մենք ավելի բան ենք եւ հետո Քոչարյանական թևը մշտապես խոսում է, որ այ Նիկոլ Փաշինյանին բերել է Սերժ Սարգսյանը, սա եւս մի հնարավորություն է նաեւ պաշտպանվելու, հա, այնտեղ էլ փոխհրաձգություններ կա։ Իհարկե նրանք գաղափարական առումով նույն կաթսայի մեջ են, նրանք ամենավերջի պահին կմիավորվեն, որտեղ նրանց մշակութային էությունը նույնն է, նույնական է, եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Նարսակ, բայց իրականում իրենք իրենց մեջ իրենց բազարներն ունեն, այսպես ասած, եւ բնականաբար ես չեմ մտնի այդ դաշտը։ Ամենավերջին պահը Գյումրու տարբերակն է, ես ճիշտ հասկացա, որ մասնակցեն ընտրություններին առանձին, բայց հետագայում օրինակ ընտրություններից հետո եթե տարբերակ լինի այնպես անել, որ իշխող ուժ օրինակ չստանա մեծամասնություն ու վարչապետ չկարողանա ընտրել, իրենք միավորվեն ինչ-որ տեխնացու առաջադրեն։ Դե բնականաբար հիմա հաշվարկում են իրենք, որ միգուցե Փաշինյանը 50% ձայն չունի, սա կան շատ չկողմնորոշված մեծ զանգված, այսպես իրենք փորձում են տարբեր դեմքերով հանդես գալ, տարբեր թիմերով գնան ընտրության եւ այդ չկողմնորոշված հատվածին բերել իրենց կողմ, հա, եւ վերջում միավորվեն եւ Փաշինյանին դարձնեն ընդդիմություն, հա, այսինքն ռևանշի հասնեն 2018 թվականի իրադարձություններին։ Սա բնականաբար ակնհայտ է սա, որ այսպես է տեղ ունենալու, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ մեր ձևով շարժման առաջի դեմքն էլ, որը մշտապես խոսում է, ասում է, որ մենք չենք միանալու, ինքը չի ասում հետ ընտրություններից հետո կմիավորվենք, թե չէ, ինքը ասում է, որ այս պահին մենք չենք միավորվելու Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ինքը խոսում է
ներկապային, իսկ ներկապային արդեն պարզ է, որ նրանք մի քանի ճակատով են գնալու, իշխանությունը եթե կարողանա զսպել ընտրակեղծիքների այդ մեխանիզմները, հիմնականում ընտրակաշառքը եւ լավ հարոշտություն իրականացնելու դեպքում ինձ թվում է իշխանությունը բոլոր հնարավորություններն ունի վերարտադրվելու։ 50+1-ով թե ինչ որ կոալիցիոն տարբերակով։ Դա ինչպես կլինի, ուղղակի այստեղ խնդիրը գիտեք որն է մեր, որ կան ժողովրդավարական այլ ուժեր, որոնք իշխանություն չեն, բայց ժողովրդավարական, բայց նրանք կենսունակ ուժեր չեն։ Ասում ենք մեր խնդիրը նա է, որ Հայաստանում կա ընդդիմություն, որի գոյությունը սպառնում է Հայաստանի ժողովրդավարական ապագային։ Կա ժողովրդավարական ընդդիմություն, որը կենսունակ չէ, հասկանում եք, դրա համար Փաշինյանի այլընտրանք դարձել են բռնապետական հակումներով մարդիկ, ուժեր, այսինքն կա Փաշինյան և կա այս ուժերը, եթե մեր քաղաքական համակարգը լիներ այնպիսին, դաշտը լիներ այնպիսին, որ այսօր Փաշինյանին հակակշիռ լիներ մի ուժ, որի ընտրվելու դեպքում մենք չենք մտածի, որ վերջ կտրվի էլեկտորալ ժողովրդավարությանը, ընտրական ինստիտուտները նորից կշարունակեն գործել, նորից մարդիկ հնարավորություն ունեն ընդդիմություն դառնալուց հետո նորից գան իշխանության, այս դեպքում ոչ մի խնդիր չէր լինի, այսպիսի ճակատագրական ընտրություն չէր լինի, բայց հիմա ոչ միայն էլեկտորալ ժողովրդավարությունն է վտանգված այս մարդկանց քաղաքական գոյության պատճառով, այլ նաև պետության ինքնիշխանության սուբյեկտայնությունն է վտանգված, հասկանում եք, այս մարդիկ չեն թաքցնում, այնինչ իրենք տողատակերով են ասում, Վարդան Ղուկասյանը, Գյումրիի կոռուպցիոներ քաղաքապետը ասում է, որ եթե մենք գանք միութենական պետություն են գնալու եւ այլ, ինքը չի էլ հասկանում այդ միութենական պետությունը ինչ է իրենից, ինչ է ներկայացնում, այսինքն ակնհայտ կանգնում են լրատվամիջոցների դեմ, քաղաքական մարդիկ են իրենք, ընտրությունների են մասնակցում, հարցազրույցներ են տալիս, սակարկում են Հայաստանի անկախությունը, սա պետք է քրեորեն պատժելի արարք դառնա Հայաստանում, տեղից դուրս եկած մարդը չկարողանա սակարկել Հայաստանի ինքնիշխանությունը ժողովրդավարական անկախությունը։ Այդ քահանան, որ հիմա խոսում է, որ ժողովրդավարությունը վատ բան է, դա հակասահմանադրական կոչ է դա իրականում։ Եթե մենք ամրագրել ենք սահմանադրությամբ, որ մենք ժողովրդավար պետություն ենք, այդ մարդը մերժում է Հայաստանի հանցած սահմանադրությունը, մերժում է պետության բովանդակությունը։ Դուք նշեցիք լավ քարոզչության դեպքում իշխանությունը շանսեր ունի վերարտադրվելու, ընդդիմության քարոզչությունը հետևյալն է, իշխանությունը Հայաստանը տանում է թուրքացման, մեր ազգային արժեքներին են կպնում, եկեղեցին են պղծում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ են հաստատում, ըստ խաղաղության պայմանագիր իրական խաղաղություն չէ, մի խոսքով ամփոփ եթե ասենք, էս է իրենց քարոզչությունը լինելու ընտրություններին, որը պետք է լինի ձեր կարծիքով իշխանության հակազդեցությունը։ Մոլդովայում օրինակ շատ հստակ էր, Մայա Սանդուն ընտրություններից առաջ ասում էր, որ կոչ են կանում ռուսական գործակալներին ձայն չտալ, Ռուսաստանի իշխանությունը, հովանավորությունը վայելող ուժերին ձայն չտալ, որոշներն էլ ընդհանրապես չկարողացան մասնակցել։ Եթե Հայաստանում օրինակ այսպիսի քարոզչություն տանի իշխանությունը, որ առայժմ չի տանում, աշխատող տարբերակ կարող է լինել։ Ես կփորձեմ զերծ մնալ Մոլդովայի հետ համեմատություններից, եկեք ընդունենք, որ Մոլդովան Եվրամիության հետ սահմանակից երկիր է, Ռումինիայի հետ, իրենց քաղաքական ռիսկերը լրիվ այլ է, մեր քաղաքական ռիսկերը լրիվ այլ է, այո, ժողովրդավարական տեսանկյունից կարելի ասել նույն իրավիճակում, այնտեղ էլ կա արևմտյան տիպի ժողովրդավարության եւ ռուսամետ ուժերի պայքար, որոնք սպառնում են այդ ժողովրդավարությունը, մեր մոտ է, բայց մեր մոտ գործնեության դաշտը այլ է, հասկանում եք, այն ռիսկերը, որ ունի Փաշինյանը, ակնհայտ ասել, գիտեք ինչ դուք Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ձայն տալով տալիս եք ձայն ռուսական գաղութացմանը, այո, տողատակերով բոլոր քպահականներն դա ասում են, բայց ակնհայտ կերպով դա ռիսկային է, հասկանում եք, այստեղ պետք է հստակ դրված լինի խաղաղության կոնցեպտը Փաշինյանի կողմից, երկրորդը կոռուպցիայի դեմ պայքարը, որը իրականացվում է, ճիշտ է,
Դանդաղ։ Որոշ խոհանոցներ, դատաիրավական համակարգի հետ կապված այդ թերի քաղաքականությունը, որ վարել է իշխանությունը, բերել է շատ լուրջ խնդիրների, բայց ամեն դեպքում այդ կոռուպցիայի դեմ պայքարը կա եւ այն աշխատանքները, որ իրականացրել է Փաշինյանը։ Սա հստակ, եթե խաղաղություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այն աշխատանքները, որ արդեն իրական, սա պետք է լինի Փաշինյանի քարոզչության հիմնասյուները, իսկ այն նրանք եթե քեզ ասեն թուրք, դու ես թուրք չեմ, սա ավելի շատ Փաշինյանին կտանի դեպի պաշտպանողական ֆունկցիայի մեջ կդնի, հա։ Պետք չէ այլևս այդ գավառական քարոզչական հնարքներին կուլ գնալ, ավելի պետք է նախահարցակ լինել եւ հստակ ասել, որ ժողովուրդ ջան, այս մարդիկ վտանգում են Հայաստանի անկախությունը, այս մարդիկ վտանգում են ժողովրդավարությանը, այս մարդիկ կոռուպցիոներ են եւ ամենակարևորը այս մարդիկ պատերազմի քարոզ են իրական։ Սա պետք է լինի հստակ, հա։ Ես չգիտեմ թե քարոզություն իրականացնի, սա իմ սուբյեկտիվ տեսանկյունն է, բայց կրկնում եմ, որ Փաշինյանը այդ դիսկուրսի մեջ այլևս չպետք է մտնի, որտեղ ես կարծում եմ, որ հասարակության մեծամասնությանը այլևս այդ թուրք, մուրք, այդ կոպիտ ասած այդ հիմարություններին չպետք է այլևս արձագանքել։ Խաղաղություն օրինակ ինքնին աշխատող տարբերակ կլինի այս քարոզչությունը տանելը, օրինակ հասարակությունը կընտրի ձեր կարծիքով հենց խաղաղության եւ պատերազմի միջև։ Մինչև 2020 թվականը հասարակությունը դուրս էր այդ խաղաղության բանի, ինքը չէր պատկերացնում, որ մի օր կարող է պատերազմ գալ այդպես լայնածավալ։ Իհարկե պատերազմի վտանգը կախված էր, իրեն գիտեն, որ այդ խնդիրը լուծված չի հասարակություն, բայց հիշենք 17 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ այդ կոնցեպտով, հա, ես էլ պաշտպանել եմ այդ կոնցեպտը եւ չեմ փոշմանում, հա, բայց հասարակության մեջ դա արձագանք չգտա, որովհետեւ մարդիկ 25 տարի շարունակ ապրել էին այն բանով, որ մենք ուժեղ ենք, մեր դեմ խաղ չկա, մենք հաղթել ենք, մենք էլի կհաղթենք եւ այլն։ Հիշում եք։ 20 թվականից հետո այն տրավման, որ ապրեց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ամբողջությամբ թե Սփյուռքում, թե Հայաստանում, այլևս շատ զգայուն է դարձել պատերազմի հանդեպ։ Եվ ես կարծում եմ, որ այո, դա այդ խաղաղությունը տեղ կարող է գտնել հասարակության շրջանում, բայց նաև այդ կոռուպցիայի դեմ պայքարներ պետք է ծավալները մեծացվի, որովհետև բազմաթիվ կոռուպցիոներներ շարունակում են անպատիժ մնալ, նույնիսկ քաղաքական գործունեություն են շարունակում ծավալել։ Շատ մարդիկ հենց սրանից կարող են Փաշինյանի հետ այս զրույցը ունենալ, հա, որտեվ ես չեմ կարծում, որ Փաշինյանը եթե գնա ինչ-որ հեռավոր շրջան եւ նրան կարող են հարց տալ շատ հարցեր կուղեն Արցախի հետ խնդիրներից կամ չգիտեմ լուրջ գեոպոլիտիկական բոլորի հարցերը լինելու ինչու դատված չեն կոռուպցիոներները, ինչու պատասխանատվության չեն ենթարկվում։ Սա պետք է դառնա, ճիշտ է ժամանակը կարճ է այլևս, բայց կրկնում եմ, որ Փաշինյանը նաև այդ 7-8 ամիսների հետ ընթացքում պետք է կարողանա ճիշտ կոմունիկացվել նաև հասարակության հետ։ 2018-ից 20 թվականներին Փաշինյանի եւ հասարակության կոմունիկացիան փառահեղ էր ստացվում։ Հիմա կարծես թե նորից սկսվել է այդ կոմունիկացիան աշխատել։ Եթե Փաշինյանը կարողանա նորից լավ կերպով, արդյունավետ կերպով կոմունիկացվել հասարակության հետ, ապա այդ արդյունավետ քարոզարշավը տեղի կունենա։ Իսկ ռեսուրսը ինքնին, ֆինանսական ռեսուրսը, որ ունի ընդդիմությունը, ինչքանով կխանգարի իշխանություններին, որովհետև չեն կարող հերքել, ինչքան մեծ է իրանց հնարավորությունները խոստումները։ Դա բնականաբար ազդեցություն կունենա միանշանակ։ Դրա համար եմ ասում, եթե կարողանա զսպել օրենքի ողջ խստությամբ, եթե կարողանա զսպել այդ ընտրակաշառքի կամ ընտրակաշառքի այլ ձևեր կամ արձեն փողը չէ, հա, այնտեղ կարող են հիմա տեխնոլոգիաները զարգացել են, տարբեր կերպ կարող են այդ վերահսկելը շատ բարդ է դառնալու, բայց կրկնում եմ իշխանությունը բոլոր լծակներն ունի դա չեզոքացնելու, որովհետև ես չեմ կարծում, որ հասարակությանը մեծ մասը տոգորված է այդ մարդկանց ձայն տալով, չէ, այդ մարդիկ միայն եւ միայն կարող են միայն փողով շահագրգռել։ Այո, կարող են
20-30-50 հազար մարդու պահել իրենց մոլորության տակ, իրենց քարոզության տակ, կա այդ զանգվածը, ավելին է, միգուցե 100-150 հազար մարդ կա, որ ատում է Փաշինյանին, բայց մնացած ժողովուրդը փորձում է հասկանալ։ Այո, Փաշինյանը ունի 25-ից մինչև 35%-ի սահմաններում կայուն ընտրազանգված ունի Նիկոլ Փաշինյանը, բոլոր ընտրությունները, թե տեղական, թե համապետական ցույց է տալիս։ Մնացածը թե ինչպես կընթանա քարոզությունը սրա հետ է կապված։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էի հրապարակախոս Գագիկ Կամալյանի հետ, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։